Մենք շտապում ենք ներկայացնել մեր օրվա առաջին հյուրին, մեր տաղավարում է դերասան հումորիստ Արմուշը, բարի լույս Արմուշ։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ես տեսնել մեր Առավոտ լույսով վիքենդի տաղավարում։ Ես եմ կարոտել այս տաղավարը, որտեղ ժամանակին շատ հաճախ էինք այստեղ հանդիպում, շրջանակներում ծրագրի լավագույն Ինչ պատահեց, որ հաճախ չես գալիս։ Չեն հրավիրում։ Մի տարի կլինի չեն հրավիրը, բայց ոնց որ թե սա սկիզբը կարող է լինել հրավերքների եւ իհարկե ինչու՞ չէ նաեւ պրոյեկտների կարող է ձեր ձերքը թեթև լինի։ Այո, մի տարի է այստեղ չես եղել, Առավոտ լույսով վիքենդի տաղավարում իհարկե։ Ինչ է փոխվել այս ընթացքում, ինչ նորություններ կան։ Նախ դուք եք փոխվել։ Ես ոնց եք փոխվել։ Քո կյանքում ինչ փոփոխություններ կան, մեր կյանքից Մեր հասկացա։ Դե մեր կյանքի փոփոխությունը հանրային էր, դա բոլորը տեսան, նկատեցին եւ բնականաբար մասնակցեցին, դա մեր համերգներն էր։ Երբ որ բավականին երկար դադարից հետո վերջապես ես ճիշտ ասած երկար տարիներ ամեն տարի, կարելի ասել 4-ից 5 տարի ես ամեն տարի Միացյալ Նահանգներից միշտ զանգում էի տղաներին, եկեք անենք, տղաները միշտ զբաղված են եղել, հագեցած են եղել իրենց անհատական աշխատանքներով, մի խոսքով իրենց պրոյեկտներով։ Ու եկավ անցած տարի այդ պահը, որ հասունացավ Միացյալ Նահանգներից մի շատ լավ ընկեր ունենք Կարենը, ով զանգ արեց մեր շատ վաղուց ընկերն է, ասեց տղեկ ես ուզում եմ անեմ։ Մեկ առ մեկ զանգելու եմ, տեսնեմ ում հարմար չի։ Բոլորին զանգեցին, հետո զանգվեցինք իրար, ասենք դե եկեք անենք, էլի արդեն 10 տարի անցել է, էլի կարոտել ենք, մենք էլ էինք կարոտել։ Ու հանդիսատեսնել էր կարոտել։ Դե, մերսի շատ։ Մենք համետ մեր փորձաշրջաններն էին կարոտել, մենք այդ սցենարական աշխատանքներն էին կարոտել, մենք իրար վրա հումոր անելն էին կարոտել, իրար այդ գիշերները քնել, չքնելն էին կարոտել։ Մի խոսքով այն ինչ կապված էր ստեղծագործական կյանքի հետ, այն ինչ որ ունեցել ենք, առաջում դրան կարոտել ենք ու ստեղծվեց ու արեցինք ու հենց երբ որ առաջի գովազդը մտավ ու կայքը կախեց ու ինչքան վաճառքը դրեցինք, այդքան կախում էր կայքը, չէին հասցնում ժողովուրդը ու սկսվեց այդ sold out-ները մեկը մյուսի հետևից, հենց նայում ենք իրար հուզվում ենք, ասում ոնց որ նոր սկսած լինենք, էլի այդպես վիճակի արդեն ձյաձյա ենք բոլորս, բայց դե ինչքան մեծանում ես, այդքան հուզական ես, չէ՞ լինում, ամեն մի փոքր բանից կարաս հուզվես, դացես հնդկական կինոներ։ Եթե հաշվի առնենք, որ 10 տարի արդեն անցել է եւ այդ 10 տարվա ընթացքում դուք եք փոխվել, մի քիչ էլ մեծացել, գուցե բնավորության որոշ գծեր ամրացել են, որոշ գծեր ավելի ծանր եւ կարծր են դարձել։ Իրար հետ ոնց էիք փոխհարաբերվում եւ բացի կարոտից դժվարություններ չկային ու ոնց ստացվեց։ Ոչ մի բան մեր հարաբերություններում չէր փոխվել։ Ոչ մի բան, չկար տենց մի բան, որ ասենք մեկը մեծացել է, մի քիչ կարծրատիպ այրա մոտ փոխվել կամ բնավորությունացած չկար այն ժամանակը, երբ որ մենք իրարից նեղանալ չենք ունեցել երբեք, որովհետեւ մենք բոլորս մեկս մյուսի թերությունների վրա միշտ ասենք հումոր ենք արել։ Մի խոսքով այդ ամեն ինչը ասես ոչ մի բան չէր փոխվել։ Ուղղակի մեկը մազերն է ներկում, մեկը հրաշքն է սպիտակ, մեկը բժիշկի ակնոց, մեկը տենց, մեկը նենց ու բժիշկա դարձել։ Մեկը այդպես ոչ մի բան այն մեր ապրելակերպը, որ մենք ունեցել ենք 2006 թվականից, մնացել է նույնը։ Իսկ արդյոք նոր գաղափարներ չծնվեցին վերամիավորման ընթացքում ինչ որ նոր բան անելու, նոր աշխատանքային process սկսելու միասին։ Ճիշտն ասած չէ, որովհետև այդ ամեն ինչը նոր ներդնում է ուզում, ուժի, ժամանակի, մի խոսքով ամեն ինչի, բայց այսօր մենք ռեալ ենք գնահատում, որ MP3-ին իր ուղղվածություն ունի, այսօր ինքը երգիչ է հստակ ու իր պլանները, իր գրաֆիկը, գարիկը իր ստուդիան, բենդը, մի քանի պրոյեկտները Օսկարը, Վաչեն, մի խոսքով ընդեղ, Հոլիվուդ, մի խոսքով սենց Ռոբոտ TV, պրոդյուսեր, այսինքն որ նայում ենք Չարենցը ինքը իր ստեղծագործական մեծ խմբով, ամեն մեկը ոնց որ արդեն իր ուղին ընտրած այնտեղից դուրս ենք եկել, դրա համար դա մենք չենք էլ դիտարկել, չենք էլ մտածել, որ ինչ որ մի հատ պրոյեկտ անենք։ Մենք ուղղակի համերգին ընթരാճ Ռոբը մի հատ շատ լավ բան մտածեց, որ մենք 4 հատ ընդհանրապես 4 հատ ծրագիր արեցինք, որ մենք 5 հոգով հավաքվենք live, հենց բան ենք ծախել, տոմսեր ենք վաճառել, բանը այդ բանում հանդիսատեսի դեմը մենք պատմում ենք մեր
կուրիոզ դեմքերը, մեր բանը պլյուսներն ու մինուսները, մենք իրար վրա այտենց ռոբը շատ, չգիտեմ, տեսած կնեք թե չէ, ընդամենը 4 հատ ծրագիր ենք արել, 4-րդի ժամանակ նոր հայտարարել ենք, որ մենք համերգ ենք անում։ Ամեն մեկը գնացել է կարելի ասել իր ճանապարհով, հիմա արի parzենք դու հիմա ինչ ես անում, ինչ գործունեությունը սավալում։ Մասնավորապես երկու աստղից հետո մեզ թված գուցե դու երգչի կարիերան շարունակես։ Չէ, նախ դա իմ համար էլ էր բացահայտում, ինձ դուր եկա, որ ես ինքս էլի մի ինչ-որ մի ճյուղով բացահայտեցի։ Դե քանի որ կավեն ենք անցել, կավեն ինքը սինթեզված արվեստ է, ամեն ճյուղը կա արվեստի, բեմ խոսք, դերասանի վարպետություն, երգ, բարի խոսքը ամեն ինչ կա։ Տենց երկել ենք այդ խաղերի ժամանակ, բայց այս ֆորմատով ես ինքս էլ ինձանից չէի սպասում, որ կարայի հաղթարել ու այդից դուր եկավ շատ, որ մի հատ էլ ինքս ինձ զարմացրեցի, ու ճիշտն ասած ժամանակին ունեցել ենք պրոյեկտ, աուդիո պրոյեկտ ենք եղել, ժամանակին ես, Վահագը եւ մի քանի տենց Ես հիշում եմ։ հումորային աուդիո պրոյեկտ էր, դե ինքը ստուդիայում ձայնագրությունն է, ստուդիան էլ այն հնարավորությունը ունի, դու ինչքան էլ վատ երգես, մեկը քեզ կսարքի լավը, այս դեպքում չէ, որովհետեւ կենթանի հնչողություն, կենթանի երգել ուտեղ ինձ բացահայտեցի, բնականաբար բացահայտեցի Մաշայի միջոցով, որը հրաշք էր Մաշան լուրջ եմ ասում, չերկացնողին երկացնում է Մնջոյանը, չկա տենց բան, ես երկու օրում ինքը ինձ երգ էր սովորացնում ու սովորացնում էր երգել, ու ես երգում էի, ինչի համար շնորհակալ եմ իրան, դրանից հետո եղավ պրոյեկտ, սիթքոմ եղավ, նկարվեցինք, բայց մտքովս անցավ, ինչ-որ մի հատ երաժշտական պրոյեկտ սկսել, ու այս մի տարի ինքը էփվում է, երևի թե իր ժամանակը չի գալի, չեմ էլ շտապում, բայց ինքը էփվում է, ու ինքը դուրս կգա, դե պարզ է, Պետրոսավլովակի տեսքով էլ ու կերպարի տեսքով էլ, ինքը շուտով Անհատական դու, թե հա, անհատական ես, բայց ինքը տենց այդքան երգիչ չի, բայց մի խոսքով օրը կգա, ինքը երգի հետ է կապված, բայց ինքը այդքան երգիչ էլ չի, մի խոսքով հետաքրքիր կերպար է, ամենայդպես կերպար, հա, կլինի, շուտով կլինի, բայց այս մի տարի ինքը չի ստացվում, ուրեմն իր ժամանակը չի, ուրեմն հələ դուրս գալ ժամանակը չի ու ընկերներս անցած տարվանից ասում են ինչի դուրս չի գալ, ինչի երգն էլ պատրաստ է, ինչի երդի։ Մի բան ոնց որ կիսատ լինի մեջս, դրա համար տենց ոնց որ լիարժեք չզգամ իրան, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ։ Շուտով կրկին տենց պրոյեկտ կա, էլի լույս կտեսնի, արդեն տենց հումորային տարբերակով, բայց այլ ֆորմատով, անհատական էլի, զուգ ընկերով, տենց վիճակներ, Գրիգոր Գասպարյանի հետ տենց պլաններ ունենք, նոր հայերի Գրիշը, մենք իրար հետ տենց պլաններ ունենք, տենց պրոյեկտ ունենք գծած, ուզում ենք իրականացնենք դա, հələ որ գնում ենք դրան, դե բացի դա էլ հանդիսավարությունը միշտ կա, համերգ վարելը, թե հանդիսություններ, մի խոսքով կորպորատիվ, այդ վարելը կա, այդպես։ Որան աշխատանքային պրոցեսի Դե հա, որտեվ 10 տարի չեմ արել, ես 10 տարի Միացյալ Նահանգներում բեմ չեմ բարձրացրել, դա իմ համար ծրացած հղիացած եկել եմ։ Եկանք շատ հետաքրքիր մի թեմայի։ Միացյալ Նահանգներում ես եղել բավական երկար ժամանակ ու 10 տարի ու արդեն այստեղ ես բնակվում տարի ու կես։ Ինչու եկար։ Լավ է արել որ եկել ես, բոլորը ուրախ են որ եկել ես։ Հենց այդ Ինչ եղավ։ Հենց այդ հարցի պատասխանը այդտեղ էր, որ արդեն իրոք արդեն շատ վատեր անդրադառնում վրա, իմ հոգեկան աշխարհի հոգեկանի վրա, նյարդայինի վրա, որտեվ իրականում այնտեղ իմ մասնագիտությունով ես չէի կարա այդ գումարը վաստակել, որով որ կարելի է այնտեղի ծախսերը հոգալ։ Զուտ որ գնացինք դե բնականաբար պատճառս առաջին եղել է հայրս, վատ առողջ էր, հետո երեխեքիս տարա որ հայրիկս իր թորնիկներին տեսնի, մի խոսքով հայրիկը հետո մահացավ, տես մնացինք ու բացի դա իմ մոտ միշտ նպատակ ա եղել, որ հատկապես մեծ տղաս այնտեղ սովորի, այնտեղ կրթությունը ստանա, մասնագիտություն լավ ձեռք բերի ու բայց էլի վերադառնա Հայաստան իր գիտելիքներով։ Կիսվի իր երկրում, իր երիտասարդ սերունդի հետ ու արդեն հեսա ավագ դպրոցն ավարտում այս տարի, հեսա 18 տարեկան, հեսա շուտով արդեն համալսարան, մի խոսքով ամենաշատը մի 10 տարուց մեր հայազգը կունենալ եւս մեկ լավ կադր։ Իսկ արդեն որոշել են ինչ կարիերա։ Ինքը ընտրել է բիզնես կառավարում, ֆիզմատ, մի խոսքով բիզնես կառավարումն ընտրել,
մենք սենց իրար հետ նպատակ ունենք, այսօր ավագ որդիս, տենց նպատակ ունենք, որ ինքը դառնա լավ մասնագետ ու գա ծառայի հայրենիքին ու ապրի այստեղ, ոնց որ ես գնացի, ծառայեցի իրանց համար, որ իրանց ճանապարհը սենց հնարավորությունները ուղու վրա դնել, ճիշտ ուղու վրա դնել ու վերադարձա։ Ես էլի վերադարձա իմ հայրենիքը, ու էլի իմ գործունեությունն եմ ծավալում, ես այստեղ օդս բաց է, ամեն ինչը իմն է։ Կարծես թե պատճառներից մեկը, որ քո ընտանիքը մնաց Միացյալ Նահանգներում, ավագ որդուդ կրթություններ, արդյոք կարոտը հեշտ է հաղթահարել այս պայմաններում, հաշվի առնելով, որ շատ կարևոր պատճառով են մնացել։ Այսպես ասեմ, բնականաբար կարոտը կա եւ նաեւ գիտես ինչ ան, իմ տարիների փորձը ինձ շատ կոպել է, շատ եմ կոպված այդ առումով, որտեվ նաեւ տարիներ եմ ունեցել, որ էլի կրկին մենակ եմ ապրել, միջև ընտանիք ձևավորել, էլի մենակ ապրել եմ։ Հիմքը եղել է բանակը, այդ ամեն ինչի հիմքը եղել է ծառայությունը, որ մենակ ապրել ես ու այդ ամեն ինչը հաղթահարել ես, թե մաքրություն, թե սովածություն, թե ինքնասիրություն, եւ թե որպես տղա, եւ դժվար տարիներ, վտանգ, մի խոսքով հենց 30 մետր օդային հեռու Թշնամուց մի խոսքով այդ ձև բոլոր այդ ամեն ինչը մեջով անցնելը քեզ կոփում է։ Բնականաբար կարոտը կա, հատկապես որ ունեմ ավելի փոքր բալիկ, աղջիկս 4 տարեկան է, որովհետև միջնեկս 11, մեր մոտ 7 տարի մեկ է եղել, էլի երեխեքը, հա։ Ու հետո եկա ինչի եւ նաեւ մի քիչ հանգիստ եկա այստեղ, որովհետև ես արդեն տղայիս վստահեցի ընտանիքը։ Ինքը արդեն մեծ էր։ Ես մենք իրար հետ նստեցինք, ասի ես գնում եմ, բայց երկուսով մենք պետք է ընտանիքը պահենք։ Ցոքե պապ ջան գնամ։ Ու ես եկա, ասի ես գնում եմ իմ սովի հետևից, ասի ես էս կարամ լավ անեմ։ Ես կարամ մենակ լավ բեմ դուրս գամ, ես կարամ կամ կամերայի դեմը լինեմ մենակ լավ։ Ուրիշ բան ես լավ չեմ կարա։ Ես կարամ անեմ։ Կաշխատի ուղեղս։ Մենք որ հայավարի ասած քթի ծակ ունենք, ֆայմը աշխատում է։ Ձեռներցս մենակ տալջուր չի գալի, ամեն ինչ գալիս է։ Ամեն ինչ գալիս։ Դենց հետո որոշեցինք որ տենց ես եկա ու հիմա ասենց համսած լծված եմ, տենց ոնց որ միշտ բան կա ասելի կամ մասնակցել կամ ինչ-որ հորինել կամ ստեղծել ինչ-որ մի բան, այդ ամեն ինչը եռում է մեջս, դա համար իրանք այնտեղ իրանց դասերով են, ես էլ ոնց որ ասած ավելի շատ որ կենտրոնացած եմ այդ պրոյեկտներով, մտածելով, ստեղծագործելով, ոնց որ ժամանակ չի լինում կարոտելու։ Եվ որ գիշերը պարկելուց արդեն իրանց մոտ որ լույսը բացված է, մատ բոլորին պաչիկ, ոնց եք, ոնց չեք, միշնեկս իրա ֆուտբոլով, փոքրիկս իրա մանկապարտեզով, դարին էլ արդեն իրա ապագայով։ Շուտով կնոջ կյանքին էլ ընդեմ մեռնեմ։ Այ հենց եկան դրա։ Ձեր ամուսնության 20 տարին շուտով կլրանա։ Շուտով, այո։ Հետ տանք մի քիչ ժամանակ է, ինչպես սկսվեց ամեն ինչ, ոնց ծանոթացաք։ Շատ կարճ այդտեղ եղել ամեն ինչը։ Ծանոթացել եմ 3 օր հետո ամուսնության առաջարկ եմ արել։ 3 օր հետո։ Հա։ 3։ Հա։ Ես ծանոթացրեց Վարդուհին Վարդանյան, լուսահոգի, դե Վարդուհին իմ քուրիկն է։ Ոչ արունակից, բայց իմ ամեն ինչն էր ինքը։ Մի խոսքով իր ամուսնու քուրիկն էր։ Դες մի անգամ Վարդու երեխուն տանում էինք մանկապարտեզում ինչ-որ ծնունդ էր, թե դպրոցում չեմ հիշում։ Լուսինեն է պետք է գնար, որպես ծնող իրան տիրություն աներ, դες մեքենայի մեջ ծանոթացանք, հենց ծանոթացանք, դες տպավորվեց, ու 3 օր հետո տենց Օղակաձև այգով իջնում եմ, Լուսինեն տեսա ընկերու հետ նստած էր, ու ասացի «Պրիվետ, բան, պրիվետ», մոտիկացած կարելի է, ասաց հա, մարվեցինք, ծանոթացանք, ոնց եք, ոնց չեք, բան, սուրճ էին խմում, ասաց լավ, դուք ոնց եք, ասացի լավ, ու մի անգամից ասել Լուսինեն կամստանաս հետո։ Մի անգամից այդպես։ Հա, ինքս sense մի անգամ եք ծանոթացել, պրոստը արմուշ, Լուսինե ու всё։ Ասի կամստանաս, դες հումորս ալու, դե իրանք ինձ միշտ հումորի հետ են կապել, անգամ այն ժամանակ, երբ որ 32-ը չի եղել։ Ես միշտ տենց հումոր եմ, բա։ Ասի չէ լուրջ եմ խոսում, ասի լավ արմուշ, անցանք։ It's okay։ Բայց ասի հորս սրև լուրջ եմ ասում, կամստանաս, ընկերուհիս ես նայում, չի հասկանում, ես չոք ասում, ես չոք կատարվում, բան։ Մի քիչ ասես լույս, բայց ոնց որ լուրջ է ասում։ Ման, ասի լավ էլ եմ։ Ասի լավ առայժմ։ Ու տենց ու հետո տենց արդեն որ ակումբում որ մաֆիային քան գործից հետո աշխատանքից հետո տես Թութուշին խնդրեցի մի երկու անգամ բերեց։ Ինքը իմ վերաբերմունքից հասկացա, որ ես լուրջ է, բայց հետո իմացա, որ պետք է գնա Իսպանիա, ծանր էի տանում։ Նա պետք է գնար իր քուրիկի մոտ։ Դենց ոնց որ կիսատ մնաց։
Գնաց Իսպանիա, հետո այդ արանքում իմ մոտ նոր կյանք սկսվեց, որտեղ ինքը գնացել էր այնտեղ մնալու, ես Երևան, չգիտեինք ոնց կլներ, ինչ կլիներ, այդպես, բայց հետո դեպք եղավ, Վարդու հետ ես էլ միասին էինք, դեպք եղավ, ինքը հետ եկավ, զանգեց, ասեց ես եկել եմ, այն ինչ որ իրա գնալուց հետո ձևավորվել էր, այդ ամեն ինչին կանգ տվեցինք, կանգ առանք, ասեցինք չի կարա շարունակվի, որտեղ Լուսինեն եկել է, ու տենց իրար հետ ընտանիք կազմեցինք, ու արդեն հեսա 20 տարի։ Որն է 20 տարվա գաղտնիքը 3 օր հետո ամուսնության առաջարկություն անելուց հետո։ Ես չգիտեմ, ես միշտ ասել եմ, ոչ մի բան այս կյանքում պատահական չի լինում։ Ես միշտ կապել եմ Աստծու հետ, միշտ, որտեղ պետք է լիներ, ուրեմն ես պետք է հանդիպեի, ես պետք է երրորդ օրը առաջարկություն անեի, ես պետք է իր այդ 20 տարվա մեջ 3 երեխա ունենանք ու ապրենք այսքան։ Ու տենց, գաղտնիքը միշտ դրա մեջ է, որտեղ Աստված ինքը իրանից ինչ է կարոզում, ինչ է ներկայացնում, սեր։ Սեր։ Всё։ Արմուշ, ինչի համար է շնորհակալ Լուսինեին։ Ով չի ուզի այդպես պրոստը մի բառով էլի, այդ լավ բառը ամեն ինչ, որտեվ ես էլ հեշտ մարդ չեմ եղել, ես էլ ինքս իրանով դրսի մարդ եմ եղել, ավելի շատ շրջապատի մարդ եմ եղել, ավելի շատ ոնց որ ասած հանրային մարդ եմ եղել, այդ էլ է դժվարություն, միշտ դուրսն է եղել իմ ժամանակը, ավելի շատ քան թե ներսը, բայց ընկերներ ունեմ, որ խոսքի իրանք համատեղել են, ավելի շատ ներսն են եղել, բայց ուղղակի ես էլ ես ձևի մարդ եմ եղել, հիմա ես մեղ չունեմ, ինձ ավելի action-ներն է դուր եկել, ասենք իրադարձություններ, ես չեմ կարած է պարապ նստեմ, եթե ազատ ժամանակ ունենամ, տունը պարապ ուղղակի նստեմ, ես պետք է ստեղծեի մի բան պետք է լինի, պետք է դուրս գամ, բայց հետո տենց 40-ից հետո մի քիչ նստեցինք, ուզում ասեմ ամեն ինչի համար, հատկապես իր մարտեսակի, շատ ուժեղ մարտեսակի ու բնականաբար այն աստվածային զգացմունքը, որ տվել է ինձ, որ ես դարձել եմ հայր։ Ինչպիսի հայր ես Արմուշ։ Իսկ պետք է զանգենք Լուսինեն։ Եկեք զանգենք։ Այդ է պետք է զանգենք Լուսինեն, չգիտեմ, բայց ես գիտեմ, ես իմ մինուսներն գիտեմ, իմ պլյուսներն գիտեմ որպես հայր։ Շատ ժամանակ դուրսն եմ եղել։ Ճիշտ է, ներսն եմ եղել, բայց համենայն դեպս իմ հայրական խորհուրդներով ու ասենք թե խստությամբ, ասեմ որ խիստ եմ։ Ինչքան տենց ուրախ մարդ եմ, հումորի մարդ եմ, բայց երեխեքի հանդեպ շատ խիստ եմ, ոչ թե արգելքների հետ կապված, այլ ընդհանրապես կյանքի նկատմամբ աշխարհայացքի հետ կապված իրանց քայլերի մեջ, դե բնականաբար թողում եմ նաև սխալվեն, պետք է սխալվեն, որ ճիշտ էլ իմանան, բայց ճիշտ իմանալուց հետո եթե նորից նույն սխալը անում են, դա արդեն սկսում եմ մի անգամ բացածեցի երրորդը արդեն կարող է նկատողությունը ավելի կոպիտ լինի։ Դժվար է ընդհանրապես մարկանց ծիծաղեցնել։ Բա իհարկե, մանավանդ հային, հատկապես հային շատ դժվար է։ Լուրջ։ Հա։ Հայ գենետիկ կոդը շատ դժվար է։ Հային իրոք ծիծաղացնելը դժվար է։ Ու ես դա հասկացա այն ժամանակ, երբ որ մենք 32-ը սկսեցինք, ի սկզբանե հրավիրեցինք բոլոր հեռուստաընկերությունների պրոդյուսերներին, բոլորին։ Մեր առաջինը մենք տոմս չենք ծախել ու ոչ նկարվել, ոչ այդպես պրոստը երկու հատ կամերա ենք դրել ու հրավիրել ենք, որպեսզի տենանք որ հեռուստաընկերությունն է մեզ առաջարկ անելու։ Երբ որ մենք ներկայացանք ինչ ենք պլանավորել ու ինչ ենք ուզում, այսքան տղեկով վերջացրեցինք, դուրս եկանք Ռուբենը Ջաղինյան, մեր սիրելի ջազը, եկած այս բրատցի, ասես բրատ, շատ դժվար գործ եք սկսել։ Ինձ թվում է դուք երկար չեք ձգասի ինչի, ասեցինք բոլոր տղեկս ինչի, ասեց որտեվ ապա հային դժվար է ծիծաղացնել, ասեց ապա հային շատ դժվար է ծիծաղացնելը, բայց եթե դուք ծիծաղացրեցիք, այսօր ծիծաղացրել եք, բայց եթե չսպարվեք հա ծիծաղացնեք, ուրեմն մալացի։ Ու գնալով հասկանում էինք դա, գնալով որ հասկանում էինք ամեն հումորի վրա չի որ ծիծաղում է հայը։ Ասենք նույն ամերիկացին, անգլիացին, մի խոսքով եվրոպացին շատ պարզ պրիմիտիվ հումորների վրա են իրանք ծիծաղում, պարզ։ Բայց մենք հայերս ենթատեքստեր ենք սիրում, մենք հայերս մի քիչ կռահել ենք սիրում հումորը, հասկանում եք, բայց իրանք չէ։ Դրա համար
կարելի է ասել, որ մենք կարում ենք ուրախացնենք, հետո ես զգացել եմ մի բան, որ ես փողոցում շատ եմ քայլում, ես շատ եմ քայլում ու հարության մեջ եմ շատ, բախկված չեմ։ Ու ես նկատում եմ դա, որ անգամ ես քայլելուց էլ մարդիկ ինձ տերում են ժպտում են։ Ես հասկանում եմ, որ ես մարդկանց միշտ ժպիտ եմ տվել, ասոցացվում եմ ժպիտի հետ ու դա ինձ դուր է գալիս։ Իզուր չեմ ապրել։ Մենք շնորհակալություն ենք հայտնում քեզ Արմուշ, բայց իհարկե չենք ավարտում զրույցը, որովհետև հիմա առաջարկում ենք խաղ հարցեր, այսպիսի մի ֆորմատով շարունակենք։ Հետաքրքիր է։ Եթե չլիներ հումորը, շարունակում ենք նախադասությունը, այսպես է ենթատեքստը։ Եթե չլիներ հումորը, դե ամենապրիմիտիվ պարզ պատասխանը շատ տխուր կլիներ ամեն ինչ, բայց եթե չլիներ հումորը, ես իմ մասով ասեմ, ինձ թվում է ես մնջախաղով կուրախացնեի։ Շատ հետաքրքիր, հումորով ծնվում են, թե ձեռք են բերում ժամանակի ընթացքում։ Ինձ թվում է ծնվում են։ Ես չգիտեմ, ես տենց եմ կարծում, ինձ թվում է ծնվում են ու ուղղակի եթե ծնվում ես հումորով ու գնալով որ հասկանում ես հումորի մեջը դերում է, ուղղակի իրան պետքա զարգացնել։ Իսկ ճիշտ է, որ ծիծաղը երկարացնում է մարդու կյանքը։ Միանշանակ լիարժեք ծիծաղը առաջացնում է բնականից վիտամին D։ Այդ դեպքում քանի տարի ես պատրաստվում ապրել։ Դե հիմա եթե տարիքս ասեմ, արդեն կպատկերացնես, ինչքան եմ նախատեսել ապրել։ Դե 90-ը լավ է։ Վատ չի։ 90-ը լավ է։ Իսկ անհումոր մարդիկ կարող են քեզ ընկեր լինել։ Հա, իհարկե։ Իրանց հետ պրոստը հումոր չեմ անում։ Իրանց հետ հումոր չեմ անում, իրանց ինքը ինչքանի հնարավորություն ունի կամ ինչի իր մոտ ավելի զարգացած է, մենակ է թեմայի շուրջ է իմ շփումը։ Բայց ինքը կարող է լավ մարդ լինի, ուղղակի հումոր չունենա։ Անհումոր մարդիկ ահավոր են։ Հա, բայց ինքը շատ լավ մարդ լինի։ Ուղղակի իրանից չպետք է պահանջես հումոր։ Կամ անեկդոտ պատմես, սպասես, որ ինքը հասկանա։ Մարդիկ կան, որ չես պատմում, հա, օրինակ իմ շրջապատում կան մարդիկ, որ չեն պատմում, գիտեմ, որ խոսքի բայց խի, այդ հարցը լինելու է։ Հետո որ նախանդա։ Դա հիմա նորմալ է։ Եթե չդառնայիր հումորիստ ու դերասան, ինչ մասնագիտություն կընտրեիր։ Մնջախաղներ։ Իմ համար մնջախաղներ։ Որովհետև այդ իմ երազանքն էր եղել, ուղղակի բանակից եկա, արդեն 1 տարի էր կուրսը հավաքված էր, իսկ այդ ժամանակ 4 տարին մեկ էր կուրս հավաքվում, որպեսզի այդ տարիներս չկորեր 3 տարի չսպասեի։ Ես գնացի Հայֆիլմ կինոստուդիա, այնտեղ սովորեցի բեմխոսք, դերասանի վարպետություն, երգ, բար մի խոսքով սովորեցի ու հետո կավեն ինձ ավելի շատ գրավեց ու դες բայց իմ երազանքներ մնջախաղ, որտեվ ես իրականում շատ պլաստիկ եմ եղել, շատ։ Դժվար է հումոր անել, երբ ներսում է դատարկությունը, օտոխրությունը։ Միանշանակ դժվար է, բայց երբ որ քեզանից սպասում են, դու պետք է անես, որտեվ դու ծնվել ես մարդկանց ուրախացնելու համար ու այդ պահին, երբ որ դու պետք է դուրս գաս ուրախացնես, ինչքան է դատարկ լինի, պետք է լիցքավորվես ու դա քո առաքելությունն է, այն մարդը մեղք չունի, որ քո կյանքում, քո անձնականում կամ ինչ-որ քո շուրջ վատ բաներ է կատարում, ինքը եկել է քեզ տնա, որ ինքը ուրախանա, դու իրան թեթևացնես։ Եթե քո կյանքի մասին ֆիլմ նկարահանելու լինեիր, ինչ ժանրի կլիներ եւ ինչ վերնագիր կունենար։ Արի, բանում, ինձ թվում է պետք է լիներ հումորային ժանրը, կոմեդի պետք է լիներ, վերնագիրներ երևի Արմուշը։ Արմուշը։ Իսկ նկարահանված ֆիլմերից որում կցանկանայիր խաղալ եւ ով կուզեր քո խաղընկերը լիներ։ Իմ խաղընկերը շատ մարդիկ իմ ընկերներից կուզենայի լիներ, կուզեի Վաչանը լիներ, Գարիկն էլ, Արամներ, մի խոսքով մերոնք Ռոբը։ Իսկ համաշխարհային ֆիլմերի։ Ջիմ Քերի հետ։ Ես շատ Ջիմ Քերիով միշտ ոգևորվել եմ։ Ջիմ Քերին շատ եմ սիրում ես։ Շատ։ Օրինակ Ջիմ Քերի հետ կուզենայի բախտ վիճակվեր, քանի կենթանի ենք։ Իսկ ֆիլմը ենթադրում ենք Էսվենտուրան։ Հա, իհարկե, Մասկան իմ sense հիմքերից է եղել էլի, ասենք համ իր պլաստիկան, իր միմիկան, այն ինչ որ ես իմ մոտ չհաջողվեց, ոնց որ իր մեջ այդ ամենը չտենում է, իրանով սնվում էի ու այո, Դիմակ ֆիլմը իսկապես երբ դիտում ես, այն որ միշտ ուրախանում ես։ Իր պլաստիկան է, իր Այ հիմա շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալ ենք։ Քեզեն շատ լավ էներգիա էր գալիս։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար, շատ հավես ամիջական զրույցի համար, գունավոր տաղավար, իրոք կարոտել էի հանրային։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ։